Չարեցիր գրիշ, ես ինչ արեցիր դու գրիշ։ Արա ամբողջ աշխարհը քո դեմ դուրս կգայի հիմար։ Արա դու ոնց կարողացար Աշոտ Ղազարյանի նման մարդուն արևան գալ, արա վայ գրիշ, արա այդ սուրբ մարդուն, ոյ գրիշ։ Ինչ անեմ, ասա, ինչ անեմ, գնամ դե բանդ, դեղ էլ հանգիստ չեմ ունենա, դեղ էլ հաստատ հայեր կլինան, գոնե մեկը, որ իմանա ինչ եմ արել Աշոտ Ղազարյան, չէ, դեղ էլ հանգիստ չեմ կարա, կնտակարվեմ, ախր այդ անդերն էլ շատ ցավոտ է, ավել լավը կախվեմ, Այդ էլ տարբերակ չի, ախր կախվելն էլ ենքան երկարատևում, որ միչև մեռում ես արավ, հազարական փոշմանում ես, վայ գրիշ, ես ինչ արիր, գրիշ, քեզ մորթերը քիչ է, ես ինչ արիր, գրիշ։ Էդի չես անում, Գոնչո քո հետ եմ, Էդ ում ես ուզում սրսկես։ Աշոտ Ղազարյանին։ Աշոտ Ղազարյանը հիվանդան որ սրսկում ես, արա։ Հիվանդը դու ես հիվանդության համար չի, ես սրսկում եմ որ հանգիստ քնի։ Հիմնական քնով։ Երևի չեմ մարում, շեֆը տվել է, ես էլ պիտի սրսկեմ։ Ոչ մի հատ է տեղը դուրի մոտ։ Երուկայնի, մի խանգարից ու գործս անեմ։ Դուր ինձ իտ, ասում եմ դուր ինձ այդ տեղը։ Երուկայնի այ մարդ։ Գոնչո ասում եմ ինձ մեղքի տակ մի գցի, այդ տեղը դուր։ Երուկայնի, եթե չէ քեզ եմ սրսկելու որ քնես, Երուկայնի։ Ոնց ես սրսկ։ Ինչ ես անում։ Ես քեզանից թանկ է։ Գոնչո, հերու գնա ու ինձ մեղքի տակ մի գցի։ Դուրս դե մի արա։ Գոնչո ինձ մեղքի տակ մի գցի։ Տանով կատակ մի արա, տուր ինձ։ Չեմ տա։ Մի արա, կատակ մի արա, շեֆ սպանի ինձ տուր։ Մի գցի։ Գոնչո։ Գոնչո։ Հերիք է քեզնով հմայվիս ու շատ զանքել է։ Այ կնիկ ասում եմ մի Աշոտ Եդիգարյանը որ իմանա Ամերիկայում սոս նմանակ ունի գիտես ոնց կուրախան հա։ Օй, գագաս։ Աշոտ Եդիգարյանը, ինչի պիտի ուրախանա, ինքը քո նմանակ ունի։ Այդ մի բանը պիտի չասեիր կնիկ ջան։ Ինչ։ Այդքան նմանակները իմ նման չեն, իմ խարիզման, իմ հմայքը լրիվ ուրիշ է։ Հա, բավոց մի օր պիտի իրան տենամ ասեմ Աշոտ Եդիգարյան։ Ախպեր, քո համար ասած ֆրֆրա, կեր, խմի քեֆ արա։ Ես քո դերը կկատարեմ, ախպեր ջան։ Սելֆիներ կանեմ, սերիալում, կինոյում կնկարվեմ, էլ ինչ ես ուզում։ Բայ երգե։ Վայ, գագաս, վայ։ Հետո ես կդառնամ ավելի հայտնի, քան թե ինքը Աշոտ Եդիգարյանը։ Հա, դրանից հետո մարդիկ կմոռանան իրան, ինձ առաջ կգցեն, կկանչեն հաղորդումների, կկանչեն հարցազրույցների ու կմտնեմ քաղաքականություն, տո քաղաքականության մեջ էլ կդառնամ ժողովրդի ձայնը։ Վայ, կուզենդ հերախոսով մարդ կուզել լսեր։ Ժողովրդի ձայնը, ժողովուրդը ձենը լսե։ Ովքեր է ուշ է։ Դու անհերատ ես կնիկ ես, դու անհերատ ես կին ես, չես հասկանում դու։ Վայ, անի ուշացան կար։ Եկա, լավ, եկա, մի գորա էլի վրես, տո, ինչ խասիատ ունես։ Ես ինչ ես արել գրիշ։ Ուզում էր Աշոտ Ղազարյանին սպանել ես էշը։ Աշոտ Ղազարյանին ոչ մեկ չի կարա սպանի իմ տանը։ Այս դեղն էլ սրսկում ենք, որ խորը քուն մտնի, որ չհիշի, թե ինչ ա եղել իր հետ։ Միջև կորոշենք ինչ անենք։ Հասկսար, այս թե մնաց շարժվես, գյուլ է։
Ջուրլեմ։ Սանգի մանետին ու ասեմ, որ ինչա կատարվեր։ Տեսա, չի պատասխանում։ Սանգեմ մարդուին ու ասեմ ես սկանդալի մասին։ Ներող կլնես ցավը տանեմ, տենց ա պետք։ Давай, ախպերջան։ Կարելի է։ Համեցեք։ Արև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Եդիգարյան։ Ուրեմն ակսիդան եմ ունեցել ու լսեցի, որ Մոնարխում շատ լավ եք սարքում մեքենա։ Բերել եմ ձեր մոտ։ Խնդիր չկա Եդիգարյան ջան։ Ինչ որ պետք է մեքենայի հետ կապված կանենք, կվերանորոգենք, կհանձնենք ձեզ։ Դեռ կտանենք։ Այստեղ պետք է խնդրեմ մենակ ստորագրիկ։ Դասում էլ լավացել քարը կարող եք վերցնել, մինչև ձեր մեքենան պատրաստ է։ Շատ շնորհակալ եմ։ Տեսեմ, փոխատած։ Աջակցություն ձեզ։ Տեսեմ ձեզ։ Գագաս։ Նայ կագաս, շատ կխնդրեմ մեզ չգնես ամպոչ կդալի նման, կթողնիս ես բոբոյ հետ, հանգիստ խոսիմ։ Այ կնիկ, քեզ 100 անգամ ասել եմ։ Ինձ գագաս մի ասա, ինձ աշոտ ասա, որ կերպարից մեջից դուրս չգամ։ Արվեստից բան չես հասկանում, դերասանությունից հեռու մարդ ես տո։ Վայ, ինչ ես քեզի տրե դերասանի տեղ, հերիք չէ, մեփանե Աշոտ Եդիգարյանի հետ կհամեմատվիս։ Տո մոռացել ես, որ տարապյալները ֆիլմի մեջ, սերիալի մեջ Հա։ մոնոլոգ էի ասում 818-րդ սերիայում։ Ու ով լսում էր, շշմում էր։ Մի բառը 6 անգամ էի ասում, որ մարդկանց մոտ լավ նստի։ Դոր համար չտեսանք, սաղ կդրին թապին։ Դե որովհետև բան չեն հասկանում արվեստից։ Այն մեր հարևան Աղունիկցային հիշում ես։ Հա։ Այն որ Տոմս էր ճաղում թատրոնում։ Հա։ Աղունիկցյան մի անգամ մոնոլոգս լսեց, ասեց. Ինչ խորը փիլիսոփայություն կա այս գործի մեջ, տո։ Ինձ էլ ասում էր, որ դու մեծ կուլտուրայի տեր մարդ ես, մոռացել ես։ Ամոթ է, գագաս ամոթ է, ինչ ես ընկե անլուրջ բաների հետևից, մենք շատ լուրջ ու կարևոր գործի համար ենք եկել, մի հատ լրջանաս, քելե, էստանք բոբոյի հետ նստենք լուրջ հանգիստ խոսենք։ Գնացինք ընկե առաջ, գնա գալիս է։ Ո՞, ես բոբոն քեզ դեռ չի սպանել։ Համարյա սպանել ա գագաս ջան։ Ու համարյա որն է տո։ Տո խոսա էլի այ մարդ լեզու չունես տո։ Ով, կնա մարդը դեպրեսիայի մեջ է, ինչ ա եղել գրիշ։ Հորցանքի մեջ են գագաս ջան, հորցանքի մեջ։ Այս քրեական միջավայրը ինձ կդեգրադացնի ախպեր ջան։ Այ մարդ ինչ փորձանք, ինչ բան ասա մի իմանամ տո։ Ինչ ա եղել։ Եկեք ցույց տամ։
Ես գոնչոին սպանել ես դու անաստված։ Չէ, ցավը տանեմ։ Չէ։ Կարող ես սպանել ես դերի մեջս էլ ու հիմա չես հիշում, հա։ Չէ, այ մարդ, չի մեղել, շնչեգը, Գրիշյան ինչ է եղել։ Եկեք հետևից ես։ Բացի դուրը։ Ներսը ինչ է որ բացեմ։ Ասա ներսը ինչ է որ բացեմ։ Թե չէ դու կարող ուզում ես գլուխներս ուտես, քեզնից ամեն ինչ հավատալու է։ Այմար չէ, ասում եմ բացի դուրը։ Հա բայց ինչ է ներսը որ բացեմ, հա։ Հերու գնացեք։ Կար հանք իմանանք, ես ով է։ Փորձեք գրահել երկու անգամից։ Բոբո ջան, կար հանք իրասեկվենք, Աշոտ Ղազարյանը ժիվո այստեղ ինչ գործ ունի։ Հիմա կիրասեկեմ, շատ մի մտածի։ Este supermarket du ari supermarket esti համեցեք դու միշտ Կլասիկա լավն է։ Բայց չէ որ անցել են այսքան տարիներ։ Glendale Level Restaurant and Lounge ունի նոր առաջարկներ։ 12-ից մինչև 6-ը Happy Hour, հուկա, պիցա եւ խմիչք ընդամենը $33։ Եթե դուք ունեք 401k-ներ կամ այլ retirement պլաններ ձեր գործատեղերից, ապա միայն դիմեք Legacy Partners-ին tax-free rollover-ներ կատարելու եւ ապահովելու ձեր եկամուտը ամբողջ կյանքով մեկ։ Բարի գալուստ Eric Sweet Creation, որտեղ թարմությունը, համն ու բույրը միահյուսվում են սիրով։ Տորթեր բոլոր առիթների համար, ծննդյան, հարսանեկան եւ տոնական պահերի։ Eric Sweet Creation, քաղցրություն յուրաքանչյուր օրվա համար։ Osis Food Court համեղ ուտեստներ, հյուրընկալ ընդունելություն եւ բարձր սպասարկում։ Հեռախոսահամար 818 242 1958 Osis Food Court SVH Travel Եվ ճամփորդությունը միավորում է ընտանիքը եւ ընկերներին Յանի արածդ ինչ էր։ Ինչ էր։ Ոնց։ Ուղղ կես ժամ միկրոֆոնը ձեռիդ կանգնել մարդու անվան վրա էր ծիծաղում։ Այ ցավը տանի, Անետ ջան, վե մարդու անունը Սինդրիկեն ես։ Հմել օրգեիշը խնդալս կուկա։ Լսի։ Այդ մարդը մեր պատվիրատուն էր։ Ու փող էր տվել։ Որ շնորհավորենք, ոչ թե կանգներ ու իր անվան վրա խնդայր, ծիծաղայր։ Ասենք թե անունը լիներ Ռեհան, կամ Պետրուշկա, կամ լավ Քյարաուզ։ Դու պետք է քեզ պրոֆեսիոնալ ձևով պահեիր, Արտո։ Անետ ջան, ես դերասան չեմ, ես սովորական մարդ եմ։ Ոչ, դու դերասան ես ներկայանում եւ պետք է համապատասխան կերպով ներկայանաս։ Բա ելույթդ։ Ինչ ելույթս։ Եսի, ոչ թե ոնց որ ծննդյան շնորհավորանք լիներ, այլ դզող փչողների միջազգային կոնֆերանս։ Անձիգե թվա, քիչմ չափազանցնես կե։ Չեմ չափազանցնե գ։ Խնդրեմ, նկարել եմ հատուկ քեզ համար, որ նայես հիանաս քո գործով։ Սինդրիկ,
Ինչ շատ լավ ելույթ էր։ Ոչ, սա ապացույցն էր այն բանի, թե ինչքան է մեր ամոթի չափաբաժինը, որը ստացանք, Արտո։ Լավ, թեթև տար, կարևորը փողը ստացել ենք։ Փողը ստացանք, բայց այդ ներկաներից էլ ոչ մեկ կյանքում մեզ չի հրավիրի որևիցե առիթ վարելու, Արտո։ Սինդրիկ, կայ։ Այդ մարդը պես պարգել է, շատ է թուտակ չէ, դի շանտեղ չտնես։ Ինքը սառնությունը սիրող տղա է, թողով պարգի, ուղեղին օգուտա, կարող է ռեստարտ լնի, գանգը սկսի ճիշտ մտածել։ Տոք ու դարդ ու ցավն էլ գոնչոն, հա տո։ Բոբո չէ իր կար Աշոտ Ղազարյանին չկողանայիր։ Չէ, չեր լնի, արդեն տեսել էր Գրիշին։ Հա ինչ ենք, տեսել էր, կմտածեր որ իրան նման մարդ է։ Իրա նման ու կոպիայի մեջ մեծ տարբերություն կա, մորքուրի թոր։ Ղազարյանն էլ միամիտ մարդ չի, կհասկանար ինչի ինչոցա ու մեր բիզնեսը բարի կգնար։ Մեր բիզնեսը։ Հա, մեր բիզնեսը, որովհետև այդ բիզնեսը արդեն իմն էլ է, ու ես չեմ սիրում, որ բիզնեսը չի աշխատում, հասկացար։ Բալա, հիմա ինչ ենք անելու, սրա լուծումը որն է։ Հա, մարդը շատ ճիշտ հարց կուտա, բեռնե բերել եք, հետո։ Հույս ունեմ բարբարոսական պլաններ չունես Աշոտ Ղազարյանի նկատմամբ, հարգված մարդ է տո։ Մենք Աշոտ Ղազարյանին շատ հարգում ենք, ինքը լավ մարդ է։ Հասկացանք, բայց հետո ինչ պդեղնի։ Ինչ պտիլնի։ Հետո Մեքսիկայով կուղարկենք Երևան թողնի գնա։ Ոնց որ Գրիշն էր ասում։ Բայց մարդու կամքին հակառակ ուր է կուղարկում։ Մի հատ հանգստացեք հլը բոլորդ էլի, քանի Բոբոն ձեր հետ է, դուք ընդհանրապես մտածելու բան չունեք։ Այդ դեղը, որ սրսկել եմ, մի 12 ժամ իրան խորը քնի մեջ է պահելու, հետո որ զարթնելու է, ինքը չի հիշելու, թե իր հետ ինչ է կատարվել վերջի 4 ժամվա ընթացքում, պարզա։ Բայց ինչ գիտես, Բոբո ջան, որ տենց է։ Որովհետև էդի հասարակ քնաբերջի ցավը տանեմ, էդի ֆարմասիից չես կարա առնես, էդի հատուկ ծառայություններ են օգտագործում։ Փորձել ես, կաշխատի։ Հա, Կոնչոյի վրա մի 50 անգամ փորձել եմ։ Տովա շուտ սրսկե իր այդ դեղը։ Ինչ էր Աշոտ Ղազարյանին գողանում բերում։ Ախպեր, կարող է գիտես են դեղը ջեբս եմ ման գալիս։ Տամեր։ Հաստորեն այդ ստացվում որ հիմա պարոն Ղազարյանը որ արտանա, ինչ չի հիշելու։ Չէ, չի հիշելու, որովհետև այդ դեղը անենց անում, որ վերջի 4 ժամվա հիշողությունը ջնջում է։ Հիմա իրի գունը որ ընկավ, կտանենք իրան գտնենք իր ավտոյի մեջ։ Ոնց որ ասեցի, զարթնի, ոչ մի բան չի հիշելու։ Բարձա։ Վայ, փառքդ շատ, այս դարդից է պրծանք։ Իրապես Աշոտ Ղազարյանի հեռախոսին, էլի ոնց որ Ինչ է կնա։ տեքստ է եկել, մի րոպե։ Կարդա կարողը կարևոր բանը։ Կարդա։ Հələ մի հատ ստենայի։ Էդ ինչ է սա։ Մարդ պահում եմ, որ Face ID-ն բացի։ Տեսար բացեց։ 10 հատ մեսեջ է եկել։ Ինչ է գրած։ Ինչ-որ Կարա անունով մեկն է գրում։ Ասում է 2 ժամից հաղորդումը սկսվում է։ Նայք չուշանաս։
Աղջկա։ Կա։ Հա։ Լսի, մտածում եմ այնօրեն հաղորդման ռեքը տվել եմ, թե չէ։ Իմ սև սիրտը քո կամերայի ռեքը։ Ինչ ա եղել քեզ։ Այսօր ինչ ա եղել։ Արդեն 100 նամակ են գրել պարոն Ղազարյանին, չի պատասխանում։ Չասեցիր մանկության ընկերոջ հետ հանդիպմանա։ Հա, բայց ինքը միշտ պատասխանում է ինձ։ Ջղայն սմայլիկա դնում, կամ գրում է օքեյ ջանս։ Լավ, երևի ընկերների հետ խմում են։ Ինչ խմել 2 ժամից ուղի եթերա։ Լավ, հանգստացի, կատակ եմ անում մի։ Մտածում եմ կարող եմ օգնության կարիք ունի։ Եթե քո օգնության կարիք ունենար, կզանգեր կասեր, կարը չկա։ Կողը զանգեմ։ Զանգես ինչ ասես։ Վստահ եմ, որ հաստատ ինչ-որ բան ա եղել։ Կարը չկա, հանգիստ թող այդ մարդուն խնդրում եմ։ Հանգիստ թող հանգստանա։ Ասում եմ սիրտս անհանգիստ է։ Զանգում եմ։ Լսի, դու կին ես, այդ նուրբ բաներից լավ չես հասկանում։ Այն օրինակ, երբ որ մենք տղերքով գնում ենք միտեղ ու կինս ինձ անընդհատ գրում կամ տեքստ անում, այդ ինձ ահավոր ներվայնացնում է։ Ինչի՞։ Որովհետև մտածում եմ ոչ թե ընկերներիս հետ եմ, այլ սիրուհիներիս։ Բայց ես Աշոտ Ղազարյանին կինը չեմ, ասիստենտ եմ, ասիստենտ։ Լսի, ուղղակի հանգիստ թող այդ մարդը թող հանգստանա։ Ինքը հանգստի կարիք ունի։ Ладно։ Բայց եթե հանկարծ պարզվի, որ ինչ-որ բան ա եղել։ Я тебя просто убью. Ես ինչ եմ անում։ Բоже մի։ Ժողովուրդ ջան, եկեք մտածենք, ինչ պետք է անենք։ Ոչ մի բան չենք անելու։ Այսինքն ոչ մի բան։ Այսինքն անում ենք այնպես ոնց որ Բոբոն ա ասել։ Այդ հաղորդումը էֆիր մի օր էլ թող չգնա, մարդ չընկավ մեռավ։ Ես լրիվ համաձայն եմ։ Ախր ստեղ հաղորդումը չի է։ Բա ինչն է։ Ղազարյանը, եթե չգնաց այդ հաղորդումը չբարեց, ինչ են անելու ստուդիայի աշխատողները։ Ինչ։ Այ մարդ, այդ մարդում դիման կան, չէ։ Հո չեն նստի մտածե անսպասելի թոշակի անձը։ Ղազարյանը հո չկորատո, իր համար հանգիստ քնած է։ Վայ, դու էլ ինչ-որ գոնջոյի անհասկացող դերը խաղաս։ Կարինեն ճիշտ է մտածում։ Եթե Ղազարյանը չգնաց, այդ հաղորդումը չվարեց, պետք է սկսեն մանգալ, չէ։ Հետո դիմելու են պոլիս։ Դե նրանք էլ արդեն կամերաներով, հեռախոսներով կտեսնեն, որ մենք ենք գողացել։ Բայց այս բոլորս գնալու ենք խմբակային դատվենք։ Մենք ինչի պետք է դատվենք, մենք այդ գողությանը չենք մասնակցել։ Մենք դիտորդ ենք եղել, դիտորդ։ Քեզ էլ կդատեն նրա համար, որ Աշոտ Եդիգարյանի դեմքով խափում ես ժողովրդին։ Տո, ես չեմ խափում, ես մարդկանց ուրախացնում։ Էլ ավելի հերիք հայելի անկապ խոսած գագաս։ Ստեղ մենք մի տարբերակ ունենք։ Դու պետք է գնաս այդ հաղորդումը Ղազարյանի տեղը վարես։ Ես չեմ, ոչ ես գժնել, բաբա ջան, ես չեմ որ, ես ոնց կարամ հաղորդում վարեմ, չեմ կարա ես, չեմ կարա աղբոր, ես չեմ կարա ժողովուրդ ջան։ Տո չի կարա, կակասելով ոնց է հաղորդում վարելու։ Հաղորդումը 3 ժամ կտևա համել ունքի տեղը աչքն էլ կհանի, տո։ Մի րոպե, պրոբլեմ չկա։ Քանի Բոբոն ձեր հետ է։ Մի րոպե գալիս եմ։ Այսօր կնած։ Գրիշ ջան, ով գիտի որ քեզ է։ Համբերեք էլի, մի բան գիտի որ ասեց, համբերեք տնակ ինչ ասում։ Ար, Գրիշ ջան, խմի, կակազել եմ մի քանի ժամով կվերանա։ Բայց կակազելու դեղ չկա։ Ասում եմ, այս հատուկ դեղը, որ խմեցիր, ասում եմ կակազդ կկտրվի, խմի։ Գրիշ ջան, խմե, բերնականցնի։
հələ մի բան ասա։ Ինչ ասեմ, հար։ Վայ, տեսար անցավ։ Հապտի դերվանանան, որ կակազեն։ Գրիշ, դու անպետք անիմա սրիկա։ Շատ վատ մարդ ես, հատկապես վատ կենթանի վարժեցնող ես։ Դու էլ անտաղանդ բարսավիր ես։ Հիմնա չի։ Դու չի կակազում, դու։ Կարևոր զանգա, խոսամ գամ։ Ալո։ Aroma սուպերմարկետ, վայելեք լավագույնը։ Ես Քորի Թաթարյանն եմ։ Եթե ձեզ անհրաժեշտ է վթարի վնասվածքների համար փաստաբան, դիմեք ինձ։ Մենք կպաշտպանենք ձեր իրավունքները։ Զանգահարեք մեր գրասենյակ։ Աղաջան, մեզ մոտ ունենք թե նոր, թե օգտագործված մեքենաներ, որոնք կարող ես ձեռք բերել թե լիզ, թե բայ տարբերակով, իդեպ ասեմ, social կամ credit ունենալը պարտադիր չի։ Car Motors, ամենահարմար պայմանները մեզ մոտ։ Հասեն 333 North Verdugo Road Glendale, ամրագրման համար 323 300 0003։ Մոնար 747 699 79 Նախնական պատվերների համար զանգահարեք նախորոք Սանամյան Meat Market 747 699 79 Լիովին վերանորոգված եւ վերափոխված Cielo Banquet Hall-ը ստեղծված է շքեղ միջոցառումների անցկացման համար Cielo Banquet Hall 818 504 8245 Հատուկ օրվա համար պետք է հատուկ ծառայություն։ One Dream Limo, ձեր հարսանիքների, ծնունդների եւ VIP միջոցառումների լավագույն ընտրությունը։ One Dream Limo։ Ինչ չի հետաքրքրում, ասում եմ այդ փողերը պետք է բերեք փակվեք։ Եթե գնաց հասավ Զորիկին, ավելի լուրջ խնդիրներ եք ունենալու, լսում ես։ Ինչ։ Արա ես որ չլնեմ մեքսիկները ձեզ կուտեն արա։ Լավ, հետո կզանգեմ կխոսանք։ Հա ինչ կա։ Էդ ինչ տեղ տվեցիր, իշի նոր, կագազը կդրավ։ Նարկոտիկ էր։ Չէ, հասարակ վիտամին C էր։ Վիտամին C-ն կագազ կբուժե։ Վիտամին C-ն չի բուժում է, այլ հավատը։ Ում հավատը։ Մարդու այկնիկ։ Դու պլացեբոյի մասին լսել ես։ Հա լսել եմ։ Էնոր հասարակ ասպիրինով, հասարակ վիտամինով, նեշնչանքով հիվանդություն կբուժե։ Աբրի արևդ, ուրեմն ես գրիշին այդ պլացեբոլն եմ տվել էլի, որ կակազը կտրվի, հասկցար։ Հասկցա, բայց դու կպատկերացնես, որ չաշխատել է ամեն ինչը։ Բայց իմ աշխատեց, չէ։ Հա։ Բոբո։ Հա։ Դու այդ քո թուտագիտ խելքով պլացեբոյին որտեղից գիտես։ Ես ավելի խելոք եմ, քան ցույց եմ տալի մորքուրի թոր։ Ու այդ անում եմ, որ թշնամիներից բժշկցնեմ։ Հալի գնանք։ Գրիշին համոզենք, որ գնա Աշոտ Ղազարյանի տեղը հաղորդումը վարի։ Բայց գիտես չէ, եթե ինչ-որ բան սխալ էր տա, մենք կորած ենք։ Բայց եթե չգնա ու չվարի, մենք ավելի լուրջ խնդիրներ ենք ունենալու։ Էրիկ ջան, ես, ուզեմ երթամ Եվրոպա, էլի,
տուրիստական ինչ ծառայություն գիտես, կատպես տեղով դիմեմ։ Կես վիժնա, շատ մոտիկա, կարա գնաք ձեզ հաստատ կօգնի։ Ստեղ։ Հա, ստեղ մոտիկա։ Յա, պրոֆեսիոնալ եմ նոր։ Բարև ձեզ Արտոն ջան։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Եվրոպայի համար եք սպասում։ Այո։ Okay, եկեք հիմա մի քիչ իրար հետ խոսանք, հասկանանք, ու հետո ես կասեմ, որ էջենտը ձեզ ավելի մանրամասը կօգնի։ Համեցեք խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Համեցեք, լսեք։ Արտոն ջան, որտեղ եք ուզում Եվրոպա։ Ու մոտավորապես քանի օրով եք ուզում։ Ֆրանսիա։ Okay, մենք կարող ենք կանադական կազմակերպենք, կարող ենք մինչև ամբողջ Ֆրանսիայով կազմակերպենք, Փարիզից սկսած, Փարիզը երկար ժամանակով, քանի օրով կա։ Okay, Փարիզից կարող ենք սկսենք եւ այդտեղ իշտենք, դեպի իշտենք ավելի հարավը իրա, Մոնտե Կարլոյով, Քանով, Նիսով։ Կարելի է։ Եվ այսօրվա դրությամբ մի քիչ մենք հիմա որ իրար հետ խոսանք, ես կասեմ էջենտերից, որ մեկը ձեզ ավելի մանրամասը պետքա օգնի։ Շնորհակալ կլինեմ, շատ։ Հա, եկավ։ Չէ։ 2 ժամից սկսում ենք, հյուրն էլ արդեն հասնում է, չգիտեմ ինչ ենք անելու։ Դե ուրեմն զանգի։ Բայց նոր ասում էիր մի զանգի։ Հիմա կարա զանգես։ Զանգի։ Չի վերցնում։ Կասկին փորձի։ Ինքան փորձի միջև ընդդնես։ Գնաս, Քրիշյան, արդեն չես կագազել, գնաս։ Չեմ կարա, ցավը տամ, ես ոնց չեմ, ախր ես ոնց կարամ Աննորմալ ես այդ տղա, խելար է, մարդը իրական մեջ է կկրակ է, աննորմալ։ То, բաբուր, ռիկաշետով գարու մեկն ու մեկիս է դուլ է կպներ, ես մի հապել դիակ ես ավելացնում ես օջախի մեջ, տո։ Բաբուր, ես ապեր չարթրվել եկնեի գետի լավ կլեր։ Հələ մի հատ ու շատ իրից լսեք, ճիշտ է, մենք Ամերիկայում ենք ապրում, բայց ես տանը դեմոկրատիար չկա, որ ով ինչ ուզենա խոսա, ես տանը դիկտատուրայա, եղավ։ Պուտինն է դարել գլխներից տանաշենը։ Կամ է կիմ չն ընը, կարող ասես բասներս էլ կոնոման կտրենք, Լավ վերջ, ասի թարգեք է ձեր քաղաքական հիմար հումորները, դուր, ես, պտի գնաս էդ հաղորդումը վարես։ Բաբու ջան, չեմ կարա ցավը տանեմ, ես ոնց կարամ գնամ Աշոտ Ղազարյանի տեղը հաղորդում արել, չեմ կարա ժողովուրդ ջան, ես ոնց կարամ բաբու ջան։ Իրոպե զանգակալի, Արտեսովա։ Առանձնացավ, Աշոտ Ղազարյանի օգնական է։ Դե պատասխանի ուրեմն օգնականից։ Վախենում եմ, բաբու ջան, վախենում եմ, բա որ մի բան ասեմ, որ այն չլի։ Տո խոսա էլի, տո։ Արա վերցրու հեռախոսդ, խոսա։ Դավայ։ Խոսա։ Յա։ Պարոն Ղազարյան։ Այո։ Սիրտս կանգնեց, գիտեք ինչքան ժամանակ է ձեզ եմ զանգում։ Չեք մոռացել, չէ՞ որ հեսա ուղիղ եթերը սկսում է։ Եկեք էլի։ Հա, գիտեմ։ Այ կոսպիտի, ինչ լավ է։ Դե լավ, ես էլ գնամ հյուրին դիմավորեմ, արդեն հասել է։ Շատ էլ լավ ստացվեց։ Տերեսոնական շնորհք էլ ունես, ճիշտ է, ինչ չես հասնի, բայց մի քիչ շնորհք ունես։ Ես Աշոտ Ղազարյանը չեմ ու չեմ կարող Աշոտ Ղազարյանի նման հաղորդում արեմ։ Ես չգիտեմ թե ինչ պետք է խոսամ։ Ես մենակ կենթանիներին եմ հասկանում, ձեր ցավը տանեմ։ Քրիշյանը մեզ հեշտ է։ Ես ճայլ վախտս հերոստատեսությունում աշխատել եմ։ Բան չկա այնելու։ Տեքստը կգրեն, հարցերը կգրեն, կտնեն թեմը, քեզի կմնա մենակ կարտաս։ Բայց Աշոտը սիրում է իմպրովիզներ, այնպես որ պիտի պատրաստ լինենք։ Չեմ ասում, որ այդ մարդը կարող է այդ հյուրը Աշոտ Ղազարյանի ծանոթը լինի։ Հա, բարդ խնդիր է, բայց բիզնեսը ու մեր գլուխները փրկելու համար պետք է գնաս այդ ռիսկին։ Որ հարցն են թե ինչի ես մետեսագը, կսես սնունդից թունավորվել եմ։ Հա, դու ճիշտ ես ասում էլի։ Լավ տարբերակ է, թունավորված մարդը կարա սխալ բաներ անի, էլի։
Լավ, արի գնա Աշոտ Ղազարյանի շորերը հագի, գնանք ուշանում ենք եթերից, դավայ։ Լավ բան չեք անում, հայր, մի քիչ բարեկուտ գտնվեք իմ հանդեպ։ Տող, ախա անում, որ պրյամոր եթերի կանչեն, քեզի ձրիկ անչել են ինչ ես կամակ խաղցնում, տող։ Ես չեմ խաղցնում, վախենում եմ։ Գրիշչա, մի վախեցի, ազնիվ խոսք, վախենալու հեչ բան չկա, վայ։ Լավ, արի, ժամանակ չունենք, հագնվի գնանք, արի։ Սպասեք, ես էլ եմ գալի։ Մի երկու անիկդոտ կպատմեմ, Աշոտ Ղազարյանը սիրում է, հաղորդում է անիկդոտով փագի, էլի։ Գնա, ընկի առաջ, գնա։ Երանի քեզի ոչ դարդ ունիս, ոչ ցավ։